Գիրանցի պատի պես մի պատ էլ Արարատ լեռան ու մեր մեջ է ուզում կառուցել Հայաստանի քաղաքական իշխանությունը։ Հավանաբար վաղ թե ուշ այդ պատն էլ կճաքի ինչպես Գիրանցի պատը։ Խաղաղություն, Արարատը, հայոց ցեղասպանությունը ուրանալու գնով չեն ուզում այստեղ հավաքված մարդիկ։ Ասում են, այդպիսի խաղաղություն գերեզմանում էլ կարելի է գտնել։ Ճակերտավոր խաղաղությունը, որը տանում է քո ինքնության վերացման, քո հիշողության ճնշման, քո սիմվոլների վերացման, դա խաղաղություն չի, դա լիովին այլ երևույթ է եւ նաեւ անգամ քո ամենամեծ ճշնամիները քեզ չեն կարող հարգել, եթե դու հրաժարվում ես ինքդ քո հիշողությունից։ Կհաջողվի հայ ազգին կտրել արժեքներից, լեզվից, կրոնից, պահանջատիրությունից։ Այս հարցին պատասխանելու համար է էկրան բարձրացել Ավետյաց լեռը ֆիլմը։ Այս ֆիլմի կարծում եմ նաև հիմնական մեսիջներից մեկը այն էր, որ քո սիմվոլները եւ քո հիշողությունը պետք է պահել որպես արդի ռազմավարական, ստրատեգիական միջոցներ։ Արարատի այդ գաղափարը եւ հատկապես ֆիլմի վերջին հատվածում այդ Արարատի կադրերը ինչի համար է, հա, դա որ մարդը երբ որ Արարատը տեսնում է, ուրախանում է, ոգևորվում է, ոգեշնչում է, այսպես ձևակ ինքը միայնակ չէ, շատերն են, որ նույն զգացումները ունեն։ Ավետյաց լեռը ֆիլմը ստեղծողները նկատում են, մեծացել է պատմական Հայաստանի տարածքը։ Արարատի պես մի կարոտ էլ Արցախն է դարձել։ Ոնց Արարատները, ասենք Արևմտյան Հայաստանի խորհրդանիշը ու նայում ես Արարատին հույսով նայում ես, որ հեսա գնալու ես, նենց էլ մեր տատիկ պապիկն է, ես խոսք եմ տվել, որ ես պիտի հետ գնամ ու այդ հողը տանեմ իրանց մոտ դնեմ նորից։ Ամեն գիշեր աչքես փակելուց ասում վայ Տեր Աստված, սորել չքեցինք տոն։ Ցեղասպանության 21-րդ դարում արցախցիներն են ենթարկվել, պնդում է Ավետյաց լեռը ֆիլմի սցենարի հեղինակը։ Այս ֆիլմը խոսում է տարբեր դարաշրջաններում տեղի ունեցած երկու ցեղասպանությունների մասին։ Որովհետև մեկը մյուսի շարունակությունը, դա ցեղասպանության շարունակությունն է եւ ոչ միայն քաղաքական, գաղափարական առումով, այլ մենք նաեւ հստակ ցույց ենք տվել, թե Թուրքիան, թուրքական կողմը որքան ակտիվ ներգրաված է եղել այս գործընթացում, սկսած ռազմական օգնությունից, այսինքն զենք, զինամթերք, վերջացած ֆիզիկապես ուղղակի կառավարումով։ Ֆիլմը ստեղծողներն ուզում են դիտողի հիշողությունը խթանել, առանց հիշողության մի օր Հայաստանն էլ կաժանանա Արցախի ճակատագրին։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Ավետյաց լեռը։